Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ավիացիայի համաշխարհային պատմության մեջ մեր հայրենակիցը իրավամբ թողել է մնայուն հետք։ Իր բացառիկ տաղանդի, կազմակերպչական ունակությունների եւ մարտական փայլուն անցած ուղու առումներով։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Պատմական գիտությունների տեխնացու Արծրուն Հովհաննիսյանը, բարի գալուստ, եւ Պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի գումարտակի ազնագազմի տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ մայոր Արամ Ավետիսյանը։ Բարի գալուստ, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված մեր հայրենակից մարշալ Արմենակ Խամփերյանցի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ականավոր զորահրամանատար Արմենակ Խամփերյանցը ծնվել է 1902 թվականի հունվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում։ 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918-ից 20 թվականներին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Այդ շրջանում էլ ազգանունը փոխել է Խուդյակովի։ 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները։ 1936 թվականին Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936-ից 41 թվականներին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբում, թիկունքի ապա շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան հատուկ ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ապա որպես հրամանատար մասնակցել Մոսկվայի ճակատամարտին։ Նրա առաջարկով ստեղծվել են ռազմաօդային բանակներ, ինչն ավելի արդյունավետ դարձրեց ավիացիայի ղեկավարումը եւ մարտունակությունը։ 1942 թվականի ապրիլից խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր, հունիսից արևմտյան ռազմաճակատի առաջին օդային բանակի հրամանատար։ 1943 թվականի մայիսից կրկին խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ եւ հրամանատարի տեղակալ։ Համակարգել է Կուրսկի եւ Դնեպրի համար ճակատամարտերում ավիացիայի գործողությունները։ Խարկովում զոհվել է 14-ամյա որդին։ 1943 թվականին կազմակերպել է ԽՍՀՄ ղեկավարության անվտանգ թռիչքը Թեհրան։ 1944 թվականի օգոստոսին կրկին նշանակվել է խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ եւ հրամանատարի տեղակալ։ Արժանացել ավիացիայի մարշալի բարձրագույն կոչման։ 1945 թվականի փետրվարին որպես ավիացիայի գծով խորհրդական մասնակցել է Յալթայի կոնֆերանսին, բարձր գնահատվել Ռուզվելթի եւ Չերչիլի կողմից։ Որպես օդային բանակի, ապա հեռավոր արևելյան ռազմական օկրուգի ավիացիայի հրամանատար ակտիվորեն մասնակցել է Ճապոնիայի ջախջախմանը։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է, 1950 թվականի ապրիլի 18-ին գնդակահարվել։ Թաղված է Մոսկվայի Դոնյան գերեզմանատանը։ Ընտանիքն աքսորվել է։ 1956 թվականին արդարացվել, 1965 թվականին վերականգնվել է մարշալի կոչումը։ Խամփերյանցը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով եւ մեդալներով։ Ծննդավայրում բացվել է տուն-թանգարան, անվանակոչվել դպրոց։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմաօդային ինստիտուտն անվանվել է նրա անվամբ։ Նրա անունով են կոչվել փողոցներ Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներում։ ԽՍՀՄ-ում եւ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել են նամականիշներ։ Նկարահանվել է վավերագրական ֆիլմ։ Պարոն Հովհաննիսյան, մասնավորապես հայրենական մեծ պատերազմի ժամանակ հետաքրքրվեցի տեղեկատու նյութերից եւ պարզվեց, որ հենց պատերազմի ժամանակ միայն 8 ավիատորներ կամ օդաչուներ են արժանացել ավիացիայի մարշալի կոչման եւ պատերազմից հետո արդեն հետագա տարիներին եւս 25-ը արժանացել են այդ բարձրագույն օդաչուական կամ ավիացիոն զինվորական կոչմանը։ Այդ փաստորեն այդ 30-ից ավել ավիացիայի մարշալների մեջ, սակայն ինչով էր առանձնանում մեր հայրենակիցը Արմենակ Խամփերյանցը կամ ով ավելի հայտնի եղել մինչև վերջին շրջանը որպես Խույձակով ազգանունով։ Նախ մի փոքր շտկում անենք, Արմենակ Խամփերյանցը իրականում ավիացիոն բարձրագույն կոչում չի ունեցել։ Իր կոչումը ավիացիայի մարշալ, դա հավասարազոր է ուրեմն համազորային բանակի գեներալի կոչմանը։ Իրենից բարձր եղել է ավիացիայի գլխավոր մարշալի կոչում, որը հավասար է խորհրդային միության մարշալի կոչմանը։ Ուրեմն տեսեք ինչ է
կատարվի, բայց այնուամենայնիվ ինչով էր առանձնահատուկ հենց Արմենակ Քանֆերանսի կյանքի գործունեությունը հատկապես այդ փուլում։ Նախ պետք է ասել, որ շատ եզակի գեներալներից էր ինքը, որ հայերենական մեծ պատերազմի նախնական այդ 3-4 ամիսների, այսպես ասած, խայտառակ նահանջի եւ կորուստների փուլում ինքը հստակ իր տեղը ուներ եւ շատ հաջող օպերացիաներ էր ղեկավարում, առաջինը։ Եվ դա նպաստեց, որ ինքը խորհրդային միության ռազմաօդային ուժերի վերակառուցման, իսկ հիմնովին փաստորեն վերակառուցվեց Մոսկվայի ճակատամարտի փուլում, ինքը առաջին նախաձեռնողներից մեկն էր, որ մասնավորապես խնդիրն ինչումն էր, որ խորհրդային ավիացիոն դիվիզիաները ցրված էին տարբեր համազորային բանակների եւ օկրուգների մեջ։ Գերմանական փորձի համաձայն վերակառուցում կատարվեց եւ առանձին ստեղծվեցին օդային բանակներ, այսինքն մի հատ կուր բրունսկ ավիացիոն, առանձին բրունսկներ, որոնց ներգործությունը ճակատում ավելի գեներալ-նորամուծություններին ավելի մանրամասը կանդրադառնա։ Այո։ Ամենակարևորը ինչ էր, որ նա ինքը դա իրականացրեց եւ արդեն չլինելով գլխավոր մարշալ, չնայած կային գլխավոր մարշալներ եւս, դարձավ Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետը։ Ընդորում կարծեմ 3 անգամ ամենապատասխանատու պահերին գլխավոր շտաբի պետ էր նշանակվում։ Այո, այո։ Այսինքն կային մի շարք ուրիշ 8 մարշալներ, այո, կային ուրիշ եւ վիճակը ներ լինում, հենց մեր հայրենակցին են հիշում։ Պետք է ասել, որ թե որպես շտաբի պետ, թե որպես այլ պաշտոնների նշանակման ժամանակ, որպես կանոն կամ Ստալինն է նախաձեռնող եղել այս հարցի, որ իրեն նշանակեն, կամ Ժուկովը, կամ ասենք Գերագույն գլխավոր հրամանատարության պատասխանատու այլ պաշտոնյաներ։ Այսինքն Գերագույն հրամանատարության մասնավորապես Ստալինի կողմից մեր հայրենակիցը վերապահ վստահություն էր վայելում։ Անվայելապահ, որովհետև ելի եմ ասում, այդ ամենածանր փուլում, երբ շատ ու շատ գեներալներ ինքնասպան էին գործում, որովհետև չէին կարողանում իրավիճակը շտկել եւ շատերին, ասենք, գնդակարում էին, ինքը հստակ նախ իր օկրուգը, որտեղ ինքը օդուժի հրամանատարն էր, ասենք խայտարակ վիճակում էր, հրամկազմը չկարողացավ իր խնդիրը կատարել, նահանջելով, կորուստներով, ինքնասպանություններով, գնդակարություններով հետ էր նահանջում, բայց ինքը իր տեղում էր հստակ։ Դե իհարկե համոզված ենք, որ Խանֆերանսի այդ նման կեցվածքում շատ որոշակի դերակատարություններ ունեցել նրա արցախցի լինելը, արցախցու այդ հաստատակամությունը, նպատակասլացությունը եւ սուր միտքը։ Պարոն մայոր, մեր հայրենակիցներին, մեր համակարգացիներին մեր հանրապետության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններից, չգիտեմ, գուցե իմ կարծիքը կամ տպավորությունը սուբյեկտիվ լինի, համենայն դեպս առավել հայտնի է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Իհարկե դա շատ լավ է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հայտնի, բայց միաժամանակ նաև կարծես թե Արմենակ Խանֆերանսի անվան այդ ռազմաավիացիոն այդ օդային ինստիտուտը ճակերտավոր ասած ստվերվել է կամ այնքան էլ հանրությանը հայտնի չէ։ Այդ առումով խնդրում եմ ներկայացրեք մեր հայրենակիցներին, ինչ է իրենից ներկայացնում այն ինստիտուտը, որտեղ դուք փաստորեն մեր ապագա օդաչուների կամ ավիատորների դաստիարակությամբ եք զբաղվում, որտեղ ես համոզված եմ, որ մեր հեռուստադիտողների հատկապես իհարկե առաջին հերթին երիտասարդների շրջանում իհարկե կլինեն այնպիսիք, ովքեր ցանկություն կունենան իրենց բարձրագույն ուսումը շարունակել հենց ձեր ինստիտուտում։ Ինչ խոսք, ձեր ասացի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն, քանզի տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը տենց գերակա դեր է կատարել մեր ռազմասունական հաստատությունների ցանկի մեջ, բայց ես ձեզ ասեմ, որ Մարշալ Արմենակ Քանֆերանսի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը առաջին ռազմասունական հաստատությունն է, որ ձևավորվել է մեր պետությունում եւ մեր պետականության զարգացման զուգընթացն ամեծ թրիշք է ապրել։ Պատկերացրեք, այս 2 տասնամյակ երկար տարիների ընթացքում հրամանատարության, ղեկավարության, պաշտպանության նախարարության աջակցությամբ եւ պրոֆեսորական դասախոսական անձնակազմի ռազմամասնագիտական գիտելիքների օգտագործմամբ մենք հնարավորություն ենք ունեցել ռազմական ուսումնարից ձևավորվել դառնալ ռազմական ավիացիոն ինստիտուտ եւ պատրաստել բազմապրոֆիլ կադրեր, ոչ միայն ավիացիայի գծով։ Մենք այսօր հնարավորություն ունենք մեր մոտ պատրաստելու հակաօդային պաշտպանության մասնագետներ, մենք հնարավորություն ունենք պատրաստելու կապի մասնագետներ, կապավորներ, որոնք գիտեք ամեն մեկը շատ կարևոր դեր են կատարում մեր զինված ուժերի անվտանգության ապահովման գործում։ Բնականաբար
Ես մի բան կարող եմ ասել, ի տարբերություն ռազմական ինստիտուտի, մեր մոտ մենք ապահովում ենք, եթե համբավը ձևավորվում է տարիների ընթացքում, չի կարող 1-2 անգամ հաջողություն ունենաս, բայց հետո դու չկարողանաս պահպանել, չէ, դժվար է ձեռք բերել, ավելի դժվար է պահպանել։ Մենք այս 2 տասնամյակի ընթացքում կարողացել ենք այդ քրտնաջան աշխատանքի շնորհիվ անհամեստ թողջենջի, ոչ թե իմ, այլ իմ նախկին զինակից ընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձևավորել այդ համբավը։ Իսկ համբավը կարողանում է նշանակել, որ մեր մոտ տարիներ շարունակ դիմորդների հոսքը անընդհատ աճ է ապրում։ Քանի որ մենք ունենք հետևյալ առավելությունը, մեր մոտ ոչ միայն մենք ռազմական մասնագետներ ենք պատրաստում, այլև նենց քաղաքացիական կյանքում բավականին հաջողակ հանդիսացող օդաչուական կապի մասնագետներ, որոնք բավականին արձիական են այսինքն ձեր ինստիտուտ ավարտողները իրենց զինծառայությունը պարտականություն կատարելուց հետո հետագայում կարող են նաև քաղաքացիական ավիացիայում իրենց աշխատանքը Այո, բնական է, նրանք ստանում են օդաչուի անգործ չեն մնա, մի խոսքով ձեր ինստիտուտի շրջանավարտները առանց աշխատանքի անգործ չեն մնա։ Չեն մնա, ես գործը կճարեն։ հավելեմ, որ որպես այդ բարի համբավի դրսևորում, այդ աճը, որ գրանցման դիպորտեն կարակով, ես թող նույնիսկ չընչի տանեք, մենք կարող ենք մրցակցել մեր քաղաքացիական բավականին բուհերի հետ, դիմորդների հոսքի կանակով, եւ դա ինձ թվում է հենց այդ տարիների աշխատանքի մեր ունեցած հնարավորությունների արդյունքն է, գնահատական է, որը մեզ միշտ հպարտության զգացողություն է պարգևում եւ ես ցանկանամ, որ մեր երիտասարդներն ովքեր տեղյակ չեն Մաշալ Արմենակ Համբերդյան ավիացիոն ինստիտուտից, մեր դռները բաց են։ Այսինքն կարող են մինչև ինստիտուտ ընդունվելը գալ ինստիտուտ, ծանոթանալ առօրյային առարկաներին, մասնագիտություններին։ Ես ասեմ ավելին, Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն կա համագործակցության պլան դպրոցների եւ զորամասերի միջև, մենք նույնպես հանդիսանում ենք զորամաս, ունենք մեր մարտական իհարկե խնդիրները եւ այդ պլանի համաձայն մեր դռները որոշակի օրերին պլանի համաձայն բաց է եւ ավագ դպրոցի աշակերտները իհարկե ասեմ գալիս են եւ մեծ սիրով են գալիս եւ նրանք կարող են գալ տեսնել մոտիկից մենք ներկայացնում ենք եւ ինստիտուտը եւ մեր մասնագիտական հնարավորությունները մեր ուսումնագիտական բազան որը ստեղծված է եւ նրանց մոտ առերես արդեն ավելի շոշափելի է դառնում հետագա մասնագիտություն ձեռք բերելու բոլոր հնարավորությունները պայմանները առերես առանց ինչ որ խոսքերի մտքերի ակնառու է ամեն ինչ, բնականաբար դա երազդեցությունը գործում է։ Ասեմ ավելին աղջիկներ ավելի շատ։ Դա ուզում հարցնել իդեպ ասենք հայուհիներ աղջիկներ ընդունվում են կամ սովորողներ կասատներ այո, մենք առաջին մեր մոտ առաջի տարին ընդունվեցին աղջիկներ, դա բավականին հաջող իր արդյունքը տվեց, արդեն մենք ունենք հոսք աղջիկների, որ քիչ քանակով առայժմս բնականաբար, բայց դեպի զարգացում է գնում եւ փորձը դրական ազդեցություն է գործել ու ցանկությունն էլ է աղջիկների մոտ ավելի շատ ոնց որ մենք դա նկատում ենք դպրոցական աշակերտուին հետ շփելուց, նրանց մոտ այդ ջերմությունը, ցանկությունը, ջիղը ավելի շատ է։ Դե մանավանդ օդաչուի կամ ավիացիայի մասնագիտությունը իր մեջ նաև ռոմանտիկա է բավականին տարեր ունի։ Դա դերևս աղջիկների համար է պետք է գրավիչ լինի։ Այսքան կարող եմ ասել։ Պարոն Հովհաննիսյան, Արմենակ Համբերդյանը ավիացիայի դուք արդեն այդ մասին ակնարկեցիք, ավիացիայի, չգիտեմ, միայն խորհրդային թե համաշխարհային պատմության մեջ նաև կազմակերպչական եւ մարտավարական մի շարք գուցե բազմաթիվ նորամուծությունների հեղինակ է։ Օրինակ բերեցիք օդային բանակների ստեղծումը, այդ օդային բանակը եւ մյուս նորամուծությունները խնդրում եմ մեր հայրենակիցներին ներկայացրեք։ Նախ ինչպես նշեցի, Կարմիր բանակի ռազմաօդային ժրի հիմնովին վերակառուցման ակունքներում կանգնած եւ այստեղ իհարկե պետք է շեշտել նաեւ Մարշալ Նովիկովի հետ միասին իրենք այսպես պնդում էին, որ պիտի օդային բանակներ ստեղծվի եւ պատահական չէ, որ ստեղծվեց առաջին օդային բանակը Ժուկովի անմիջական ուրեմն պնդմամբ, նա պնդում էր, որովհետեւ ըստ էության իրեն պաշտոնի ցածրացումով էին տանում, շտաբի պետից նշանակեցին առաջին օդային բանակի հրամանտար, այսինքն ինչ էր այդ օդային բանակ կոչվածը, որբիսի հասկանալի երևույթ է։ Որբիսի ընդհանրական ասեմ, պատկերացրեք օդային բանակը իր ընդհանուր ուրեմն գործակցով հզորության ինքը նույնիսկ համազորային բանակից ավելի մեծ էր, այսինքն մոտավորապես 3 դիվիզիաներ, օդային դիվիզիաներ եւ ընդհանուր ինքնաթիռների քանակը տվյալ պահին կախված տարբեր խնդիրներից կարող էր հասնել մինչեւ իսկ 600-700 ինքնաթիռ օդային բանակում։ Եվ առաջին օդային բանակը դա փաստացի փորձություն էր, որովհետև այդ փորձը նման մասշտաբի զորամիավորում
ուրեմն ղեկավարելու փորձ օթային ԽՍՀՄ-ում ընդհանրապես Առաջին փորձը ղեկավարում փաստորեն մեր հայրենակցին վստահվեց։ Այո, եւ պետք է ասել, որ ինքը դեռ Մոսկվայի ճակատամարտի ժամանակ մոտավորապես 3000 ինքնաթիռների գործողության փորձը, հատկապես երկրորդ փուլում, երբ որ ինքը շտաբի պետն էր, 3000 ինքնաթիռ ասում եք, դա հսկայական առելի մեծ թիվ է։ Իհարկե, դուք պատկերացրեք, դա նույնիսկ 3000 տանկից էլ մեծ է, որովհետեւ ճակատը, խորությունը, որի վրա, ասենք, խնդիր է կատարում ավիացիոն բանակը, բնականաբար ավելի մեծ է, քան նույնիսկ ասենք համազորային կամ տանկային բանակը կարող է այդ խնդիրը կատարել։ Այսինքն, այստեղ զորավարական ինչ ճկուն միտք է պետք, ինչ լայնախոհություն է պետք, որից սա կարողանաս ղեկավարել։ Եվ առաջի փորձը իրենն էր, առաջի օթային բանակի հրամանատար Ժուկովը պնդեց, որ ոչինչ, թող շտաբի պետը առայժմ Կարմիր օթուժի գնան իր ստեղծած առաջին բանակը ղեկավարի եւ որովհետեւ ինքը շատ վստահելի մարդ է։ Նա գնաց առաջին օթային բանակի հրամանատար եւ երկար ժամանակ ղեկավարում էր օթային բանակը, երկար ժամանակ, եւ իր ղեկավարման ընթացքում նա կատարեց հաջորդ ռեկորդը, այսպես ասած, որը ես կարող եմ ասել մինչեւ այսօր գերազանցված չի, դե շատ ավելի པարզ լեզվով խոսեմ, խորհրդային եւ ռուսական պատմության մեջ նման կարգի օթային ռազմագործողություն տեղի չունեցել, ինչպիսին տեղի ունեցավ 43 թվականի մայիս-հունիս ամիսներին, երբ Կուրսկի աղղի նախօրեակին որոշում կայացվեց կանխարգելիչ հարված հասցնել գերմանական օթային ուժերին գետնի վրա եւ ուրեմն մոտավորապես 1800 մարտական թռիչք իր մեջ պարունակող ռազմագործողությունը, որը մշակվեց եւ իրականացվեց ամենջապես Խամփերյանցի հրամանատարությամբ, երբևէ այլևս այդ մասշտաբով մեկ օթային բանակի կազմով չի եղել։ Մինչև այսօր ռուսական պատմության մեջ։ Հասկանալի է, այսօր մեծ ինքնաթիռներ են, մեծ խնդիրներ են եւ այլն, բայց նաեւ բարդությունն նրանում է, որ այն ժամանակ կառավարման տեխնոլոգիաներն էլ ավելի հին էին, այսինքն եթե այսօր ցանկացած ինքնաթիռի անձնակազմի հետ կարող են կապնվել գետնից եւ ինչ-որ հրանգներ փոխել, ապա այն ժամանակ այդ հնարավորությունը չի եղել եւ համագործակցության, ներդաշնակման, կազմակերպման, այնտեղ կար ուրեմն ռմբակոծիչ ավիացիա, գրոհիչ ավիացիա, կործանիչ ավիացիա, այսինքն այդ բոլորի գործողությունները այն ժամանակ այդ նման բաներ կազմակերպել ղեկավարելը անհամեմատ ավելի դժվար է, շատ ավելի բարդ էր, իհարկե։ Եվ այդ փորձը ուներ ինքը, եւ պետք է ասել, որ այս գործողությունը մինչև այսօր, այո, մնացել էր պատմության մեջ լավագույն եւ բացառիկ գործողությունը, պատահական չի, որ այդ գործողությունից հետո ինքը ստացավ խորհրդային միությունում զորավարական ուրեմն ձեռքբերման համար ամենաբարձրագույն շքանշանը, Սուվորովի անվան շքանշան, եւ հետագայում, երբ որ մի քանի ամիս հետո պետք է ասեմ, որ երբ որ ինքը արդեն նորից եկել էր որպես շտաբի պետ էր դարձել եւ օթային բանակ արդեն Խորհրդային միության ավիացիայի շտաբի պետ։ Այո, Խորհրդային միության ավիացիայի շտաբ պետ, այսինքն գլխավոր զորատեսակներից մեկի շտաբի պետ։ Եվ այդ օթային բանակը ղեկավարում էր այլ մարդ, տվյալ ռազմաճակատում 3 օթային բանակների կազմով փորձ կատարվեց այդ գործողությունը կրկնել եւ կարող եմ ասել, որ բավականին անհաջող տեղի ունեցավ։ Իրենից հետո հաջողությունը պայմանավորված էր նաև անձով, այո, ես այդ օպերացիան շատ մանրամասն ուսումնասիրել եմ, իր գործելավոճը, մանրակերտների ստեղծում, ասենք տարբեր խառը դիվիզիաների հրամանատարների ներդաշնակման համար երկար տանջալից աշխատանք, ինչքան է ինքը տանջվել, տեղանքում ինչքան են աշխատել, հետախուզական թռիչքներ ինչքան են մանրակրկիտ պլանավորել, ամեն ինչ ինքը մանրակրկիտ դետալներով պլանավորում էր եւ դրա համար էլ փայլուն ռազմագործողություն ստացվեց։ Իսկ Խամփերյանցի ժամանակին իրականացրած այդ նորամուծությունների ավիացիոն, տեխնիկական կամ կազմակերպչական արդյոք հետագայում այդ նորամուծությունները շարունակվեց կամ ավելի խորացվեց, ամրապնդվեց։ Դա պայմանավորված էր մեր պատերազմի։ Ես նույնիսկ ձեզ մի հետաքրքիր, այսպես դրվագ ասեմ, մի քիչ մութ էջերից է երկրորդ համաշխարհային պատերազմի, այդ հաջող գործողությունները, որ 42-42-ի վերջի եւ 43 թվականին ուրեմն ինքը ապահովեց, նույնիսկ հրամանատարության մոտ այսպեսի մի էյֆորիկ տպավորություն առաջացրեցին, որ օթուժը կարող է ամեն ինչ անել։ Այսինքն օթուժով կարելի է ամեն ինչ լուծել։ Գերագնահատում։ Այո, գերագնահատում գնաց հատկապես Ստալինի դեպքում եւ պատահական չէ որ Կորսուն Շևչենկովյան ռազմագործողության այն ծանր փուլում, երբ խորհրդային բանակին հակահարված էր հասցված եւ բավականին ծանր վիճակում էր, ուրեմն Ուկրաինայի արևմուտքում խորհրդային միության զորքերը, Ստալինը այնքան էր էյֆորիայի մեջ ընկել, որ պատկերացնում էր, որ օթուժով հնարավոր է տանկային կորպուսին կանգնացնել միայնակ։ Ձեր ասած այդ էյֆորիայի մեջ ընկնելն է դրա ճակերտավորը մեղավորում էր Խամփերյանցն էր։ Մեծ հաշվով այո, եւ Ստալինը այսպես շատ ծանր տալավ են հանգամանքը, որ Խամփերյանցը փաստորեն այդ խնդիրը չկարողացավ կատարել եւ գիշերով կանչում են Նովիկովին եւ հանձնարարում, որ այդ խնդիրը լուծել, Նովիկովը ապշում է բացատրում ի վերջո գերագույն խորհրդարանին, որ
դա հնարավոր չի, այսինքն միայն օդուժով հնարավոր չի համազորային բանակների անել տանկային, ասենք, հզոր կորպուսի ամբողջ հարցագումը կասեցնել։ Դա ներդաշնակում պետք է այլ զորքին, պետք չի շատ գերագնահատել, էլի։ Իսկ դա այո, կապված էր այն հանգամանքի հետ, որ ասենք ինքը որևէ տեղ չէր թուլանում, որևէ տեղ չէր թերանում, իր խնդիրները միշտ փայլուներ կատարում եւ տպավորություն էր, որ ամենակարող մարշալ է ինքը։ Պարոն մայոր, ամենակարող մարշալ ասվեց, հիշում եմ Խամփերյանցի անձնական այդ կոչում էր շեֆ պիլոտ, անձնական օդաչուի կարծիքը իր ղեկավարի մարշալի մասին, նա ասում էր, որ չնայած այն հանգամանքին, որ արդեն Խամփերյանցը ավիացիայի մարշալ էր եւ պարզ է 1001 գործերով զբաղված էր եւ իր ժամանակ է չուներ անմիջապես կամ անմիջական այդ օդաչուական պարտականությունների կատարել ինքնաթիռ վարի, բայց համենայն դեպս Խամփերյանցը առաջին այդ բարդագույն մանավանդ այդ ամերիկյան ստացված ինքնաթիռների մի քանի օրում այդ փորձարկումը յուրացնող, այդ անելանելի վիճակներում շտաբ այդ ելքեր գտնող, այդպիսի վճռական հատկություններով օժտված օդաչու էր որպես գնահատում։ Գիտեք ինչ, ես մի բան կարող եմ ասել, բանակում ընդհանրապես ենթակայի եթե դու ցանկանում ես իմանալ հրանտարի մասին կարծիք, հարցան է ենթակային, ամենաօբյեկտիվ ինֆորմացիան նա կտա։ Իսկ ինչ է նշանակում հրանտարի անձը։ Իմ կարծիքով բանակում հրանտարի անձը դա վճռորոշ է, որովհետև հրանտարի կերպարի մեջ ներառում է վճռականություն, նվիրում, նպատակաուղղվածություն, սխրագործության ցանկություն, բոլոր լավ հատկանիշները, լիդերի հատկանիշները, որոնք տանող ուժ են իր մեջ պարունակում։ Եվ մարշալ Արմենակ Խամփերյանցը հենց հանդիսանում էր այդ տանող ուժը, որովհետև նա երբևիցե դուք նշեցիք չի հանդիսացել միայն որպես ղեկավար, որպես կազմակերպիչ, նաև ինք անմիջական օրինակով։ Կաբինետային օդաչու չէ, կաբինետային մարշալ չէ։ Եվ զարմանալին այն է, որ ի սկզբանե պետք է ասել, որ դեռ նշած 8 մարշալներից ինքը եզակիներից էր, որ ի սկզբանե օդաչու չի եղել, այսինքն ինքը օդաչուից չի դարել։ Կավալերիստ էր։ Այո, ինքը վերապատրաստումից հետո հրամանատարական դաստաստի դարձել է օդուժի հրամանատար։ Այսինքն այդ օդաչու լինելը կարելի ասել ի վերուստ կամ բնատուրն անտրված էր։ Բնատուր տրված էր, ուղղակի ինքը սկզբից օդաչու չէր դարձել։ Հեծալից դարձավ օդաչու։ Եվ դրա համար են օդաչուները զարմանում, թե ինքը ինչպես արդեն հետագայում լինելով գեներալ հրամանատար օդաչուի մասնակցությունը այսպես հեշտ յուրացնում է։ Չի կորցրել իր մասնագիտական որակները եւ ինքը օրինակ է ծառել, դրական օրինակ, խելացի օրինակ, որից որ ենթականները իհարկե ուսանել են։ Էլի հատկանշեմ, որ հրանտարը իր դրական օրինակով, իր մարտական ունակություններով, իր մասնագիտական ունակություններով տանում է անձնակազմ, տանում է օդաչու, կապ չունի մոտորաձիգ, բնականաբար նա հանդիսացել է հրանտարը, նա մեր հպարտության ոնց որ ասած առարկան է եւ ես մի բան կարող եմ ասել, երևի թե ես չգիտեմ, կարող սուբյեկտիվ ընչի մի քիչ այդ հայեցությանը գաղափարություններով, իմ կարծիքով մեր բոլոր մարշալներն էլ որպես հրամանատարներ իրենք իրենց անձնակազմի ու հեղինակություն են վայելել, իսկ ինչքան կարողացել են ուսումնասիրել, չէ լինի այնպիսի մարշալ, որ այսինքն դրածո կարգավիճակով ինքը հենց անձնակազմի շրջանում թե Բաղրամյանը, ընդունված իր այդ բացկա այդ ոնց որ ասած իր անունը բոլորն էլ հրանտարներն եղել են մեծատառով, որպես լավ մասնագետ, որպես լավ անհատականություն, իսկ Խամփերյանցի պարագայում դա իհարկե վառ արտահայտում է։ Դե ժողովրդի ռազմական պատիվը բարձր են պահել։ Այո։ Պարոն Հովհաննիսյան, այսքան գովում ենք եւ դրա իրավունքը ունենք, այնց սին փուչ խոսքեր չի մեր մարշալ Խամփերյանցին, սակայն նաեւ իմ մոտ այն տպավորությունն է, իհարկե շատ լավ կլիներ, որ այդ հավաստեիք, որ սխալ է, որ ընդհանրապես մեր հայ օդաչուների, մեր հայ ավիատորների նկատի չունեմ միայն հայրենական պատերազմը, ընդհանրապես գործունեությունը ոնց որ պետքն է արժանի կերպով մեր հայրենությանը, մեր քաղաքացիներին չի ներկայացված հրամցված, նույնիսկ հայրենական պատերազմը արդեն ահագին ժամանակ անցել է, անգամ Արցախյան պատերազմը, որ բոլորի աչքի առջև է եղել, այդ պատերազմում Արցախյան ազատամարտում մեր ավիատորների ունեցած այդ վճռորոշ դերակատարությունը մանավանդ այն շրջանում, երբ որ Հայաստան Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև անմիջական այդ հողային ցամաքային կապ չկար, ոնց որ պետք է չի ներկայացված։ Դուք որպես ավիացիայի պատմության մասնագետ, ինչ կարծիք եք։ Ցավոք կա այդպիսի բան, պետք է ասել, որ ընդհանուր առմամբ խորհրդային վերջի տարիներին եւ անկախության տարիներին այսպես ընդհանուր քարոզչական, պատմական տեսանկյունից ձևավորվել է մի այսպիսի
մթնոլորտ, որ ավիատորները երկրորդ պլան են մղվել միշտ, այսինքն քանի որ քանակով փոքր են եղել, իրանց կատարած խնդիրները միշտ թվացել է փոքր, ոչ որոշիչ։ Եվ այս առումով պետք է ասել, որ Ստալինին ինքը շատ էր սիրում օդաչուներին, ինքը շատ էր տեղ տալիս եւ Ստալինի ժամանակ մեծ գովեստ կար։ Հետագա ուրեմն խորհրդային տարիներին դա սկսեց ֆիլմեր, երգեր կային օդաչուների դա մասին։ սկսեց մարել, իսկ Արցախյան պատերազմի մեր դեպքում առանձին մեր դեպքում այո, այդպիսի բան կա, ցավոք, բայց ես իմ ուսումնասիրությունում մի շատ կարևոր օրինակ եմ բերել, ուզում եմ դա այստեղ ակտուալվարտից շեշտեմ, ինչ վերաբերում է Արցախյան պատերազմին։ Այո, Արցախյան պատերազմի ժամանակ մեր օդաչուները մարտական խնդիրներ քիչ են կատարել։ Քիչ ասելով դա չի նշանակում չեն կատարել։ Կատարել են, քիչ են կատարել։ Չենք ունեցել մեծ մարտական տեխնիկա, ռազմական թատերաբեմ ավիացիայի առումով այն չէր։ Բայց դրա հետ մեկտեղ թե քաղաքացիական, թե մեր ռազմական օդուժի ստեղծելուց հետո ուրեմն կատարվել է բացառիկ ռազմատրանսպորտային գործողություններ։ Բացառիկ ինչով, բացառիկ իր դերով, նշանակությունով։ Այդ տեսեք, ասում եք, ցամաքային կապ չկար, ցամաքային կապ չլինելու պարագայում ամբողջ կապը իրականացում էր օդուժով եւ այնպիսի թռիչքներ էր կատարվում մարտական գոտու մեջ թռչում էին քաղաքացիական ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։ Այնպիսի հնարքներ էին կատարվում, որ ասենք Մոսկվայից որ տեսնում էին, ապշում էին։ Ինչ հնարքներ են կատարել։ Ես մի զուգահեռներ եմ բերել, մարդկության պատմության մեջ կա երկու շատ հայտնի դեպք, երբ օդային կամուրջը, այսպես ասած, փրկել է մի ամբողջ, չգիտեմ, հասարակական, ասենք, պետություն կամ քաղաք։ Համարվում է, որ առաջին նման դեպքը դա Բիրմայի վրայով եւ Հնդկաստանի վրայով կառուցված օդային կամուրջներ, որով Միացյալ Նահանգները ըստ էության Չինաստանին մատակարարեց ամեն ինչ, որպեսզի ճապոնական զորքերին դիմակայեն։ Եվ դա կոչվեց կյանքի կամուրջ։ Երկրորդ դեպքը, երբ ուրեմն ԽՍՀՄ փակեց Բերլինը եւ Խրուշչովը փորձում էր այսպես խեղդեր Բերլինին, ամերիկյան ինքնաթիռները փաստորեն ցուրտ ձմռանը Բերլինը փրկեցին այսպես մատակարարումներով տրանսպորտային եւ այս մինչեւ այսօր էլ այո գերմանացի ժողովուրդը էլի հիշում է դա ասելով որ կյանքի ճանապարհ, կյանքի կամուրջ։ Առանց չափազանցնելու Արցախը եւս հատկապես մինչեւ ուրեմն Լաչինի ազատագրումը կյանքի կամուրջ է ունեցել մեր ուրեմն ուղղաթիռների եւ ինքնաթիռների միջոցով։ Հատկապես ուղղաթիռների, որովհետեւ երբ օդանավակայանը գրավեցին, այլևս չկարողացանք Յակ-40-ներով թռչել, միայն թռչում էինք ուղղաթիռներով։ Եվ ուղղաթիռները ըստ էության իրենց վիրավորների տեղափոխում ռազմամթերք սննդամթերք։ Այո, պատահական չի, այսպես բառեր կան ֆիքսված մեր պատմության մեջ Արցախյան, որոնք պետք է ժողովուրդը հիշի։ Ուրեմն Արկադի Թադևոսյանի բառերը որ ասում եմ մենք ուղղաթիռներին սպասում էինք ինչպես Աստծուն էինք սպասում։ Եվ եւս մի արտահայտություն, երբ մոդերնում են եւ իրան ասում են երբ ենք ազատագրելու Շուշին, դեռ մինչև Շուշիի ռազմագործողության մշակելը, այսպես նայում է հաշվարկին, ասում է երբ որ կատարվի այսքան թռիչք, այսինքն երբ որ այդքան թռիչքով բերվի այդ ամեն ինչը, այդ ժամանակ մենք կունենանք այս գործողությունը։ Ահա Արցախյան պատերազմում մեր օտարների կատարած դերը նշանակությունը, որը ուղղակի փայլուն է։ Պարոն մայոր, իհարկե նեղ մասնագիտական ունակություններից զատ, բոլոր ազգերի երկրների օդաչուներն էլ նույն մասնագիտություններն են ստանում, կան նույն բաներն են սովորում, սակայն մեր ներկա արդի հայ օդաչուները, ավիատորները, ինչ հատկանիշներով պետք է նաև օժտված լինեն։ Ես կասեմ կարճ, բայց իմ կարծիքով բովանդակալից ամենակարևորը վառ հայեցի հոգեբանությամբ հզոր գաղափարախոսությամբ իր ազգի պատմահոգեբանական ժառանգությունն իր մեջ կրող մարդու դաստիարակումն է, սպայի եւ հրամանատարի։ Քանզի գիտեք, ես գտնում եմ մենք հաղթող ազգ ենք ելե։ Կապ չունի պատմության տարբեր թողբողներում կորցրել ենք, անդադ, բայց ես գտնում եմ հայ մարդը ռազմիկ մարդ է։ Իսկ մեր կուրսանտերը մեջ փորձում ենք սերմանել այդ ռազմիկի այդ գաղափարական կտրվածքով հոգեբանությունը ոչ թե մեր մարտավարական որ այլևս կորցնելու իրավունք չունենք մամանտանք պետք է գիտակցեն արդի մարտահրավերները մեր տարածաշրջանում արկա իրավիճակը եւ ըստ այդմ իրենց որպես պետականության հիրաշիկ հանդիսացող անհատների սպաների գործունեության դաշտը այդ դրա գիտակցում ենք մենք դաստիարակումնաց մեջ։ Շնորհակալություն հարգելի բարեկամներ եւս մեկ անգամ հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար մեր հայրենի օդաչուներին, ավիատորներին մաղթենք անապ երկինք։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումը ցանկանում եմ ավարտել մեր երիտասարդներին ուղղված կոչով։ Դուք այսօր ճանաչեցիք ձեր հայրենակից եւս մեկ անվանի մարշալի ավիացիայի մարշալի Դեմս Արմենակ Խամփերյանցի եւ
իմացաք Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտի մասին, դպրոց ավարտելուց հետո անպայման ընդունվեք եւ ձեր բարձրագույն ուսումը շարունակեք այդ ինստիտուտում եւ նաեւ կոչս ուղղում եմ նաեւ մեր հայուհիներին, երիտասարդ աղջիկներին, պարզվեց, որ ինձ համար էլ էր անակնկալը, որ մեր երիտասարդ հայուհիներ, աղջնակները սիրով իրավունք ունեն եւ սիրով ընդունում են եւ յուրացնում են այդ ռազմական ավիացիոն մասնագիտությունները։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։